հայ հասարակությանը շեղելու համար, չնայած արդեն շեղված այդ շեղումը շարունակելու, ավելի անդուտ տանելու նպատակով, պարբերաբար նետվում են եթեր, կեղծիքներ, սուտը, ակնհայտ սուտ, և նաև արհեստական օրակարգ է բերվում, ինչ-որ հարցեր են անցյալից բերվում և սենց թողնվում են մարդկանց վրա, հանրության վրա իբրև վերքեր, սպիներ, որպեսզի շարունակվի այդ ամեն ինչը։ Խեղաթյուրվում է, մանիպուլացվում է պատմական իրողությունը և այլն։ Օրինակը, այս ակտուալ, ես բերեմ մի քանի օրինակ, այսինքն վերցնելով հիմք Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով մայիսի 18-ին, չէ 19-ին կներեք, երեկոյան ուղիղ եթերով տեղի ունեցած հարցազրույցը, հրապարակված հարցազրույցը Արամ Սարգսյանի։ Տեսեք ինչ է ասում մարդը։ Սա շատ կարևոր է, որովհետև ինքը ասում է գնում առաջ և դա բայց հետ կա թողում հասարակության վրա։ Ուժային բալանսը խախտվել էր 2004 թվականին։ Քանի կար այդ բալանսը համապատասխան ԿՊԵ-ականներ, Հայաստան իշխանության ներկայացուցիչները նշում էին 2007 թվականի իբրև սկիզբը բալանսի խախտման, որովհետև մինչև 2008 թվականի գարունը կներեք դե յուրե Հայաստանի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն էր, այսպես որ գցենք Ռոբերտ Քոչարյանի ժողովրդական բառերով ասած գրպանը, այսինքն բարդեն նրա վրա, որ Պուտինը իրան գցել էր։ Արամ Սարգսյանը ամսի 19-ին մայիսի արդեն ասում է 2004 թվականից, հիմա մարդը դա լսում է մտքերով, այսինքն էլ ավելի խորանում ատելությունը Ռուսաստանի նկատմամբ, սրանք միշտ են մեզի խաբել և այլն, Սերժը մենակ մեղավոր չէր, այլ նաև ռուսերն են մեղավոր, հասկանում եք, այստեղ նաև փորձում են Սերժի մեղքը մի քիչ մեղմացնել, դե Նիկոլին ընդհանրապես են փորձում սրբել սրանից և բարդել ոչ միայն Ռոբերտի վրա, այլ Ռոբերտի միջոցով ռուսներին էլ ավելի պախարակել։ Ինչով են բացատրում այս հեղինակները ուժերի բալանսի խախտումը, նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանի հետ պայմանագիր էր կնքել մի քանի միլիարդանոց պայմանագիր զենքերի առաքման։ Դա տեղի էր ունեցել 2001-ին սկսած 9 թվականին։ Դրա համար պաշտոնական ռուսական լրահոսը, այսինքն իմ խոսքերը հիմնվում են պաշտոնական լրահոսի վրա, 10-ն դրա մասին հայտնել առաջին հերթին, կայքերում կան, հրապարակված չեն ջնջեմ դա, ռուսական կառավարական կայքերում դրա այդ մասին կա։ Պայմանագիրը կնքվել է 9 թվականի 2000։ Սա համընկնում է, եթե մենք հիշենք մեր պատմությունը, հայ-թուրքական պրոտոկոլների հետ, ուղղակի համընկնում են, ես չեմ ասում, նա ստորագրվել էր, դրա համար էր զենքը մատակարարվել, և համընկնում է, որը էլ ավելի կարևոր իրադարձություն է, Եվրամիության կողմից մեկնարկված Եվրամիության արևելյան գործընկերություն ծրագիրը, որը մեջ ներգրավված էր Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Ադրբեջանը։ Ադրբեջանն իր վերապահումներով էր ներգրավված և այդ վերապահումները մինչև հիմա ուժի մեջ։ Բայց սա կարևորը չի, կարևորը այդ պաշտոնապես 4.5 մոտավորապես միլիարդ դոլարի, ամերիկյան դոլարի առքուվաճառքի պայմանագիրն էր, հետո շարունակվում էին, նոր պայմանագրեր էին փոքրիկ կնքում, բայց մեծը ֆունդամենտը դա էր և քայլ առ քայլ սկսեց Ադրբեջանը զենքեր ներկրել Ադրբեջան, Ռուսաստանից։ Երբ որ հիմա տեսեք սրա վտանգավորությունը, կարևորը հիմա կասեք Հարութ 2004, 2007, 2009 չի, ինչի դետալների հետևիցս են, և փաստը մնում է փաստ, զենքերը ռուսները տվել են, Ադրբեջանը այդ զենքերը կիրառել է Արցախում հայկական բանակի դեմ և պատերազմը հաղթել է։ Իրավացի եք, լրիվ իրավացի եք, ես պարզապես սկսեցի դետալից, որ թվերից է սկսվել, իմանաք, տեղյակ լինեք։ Բայց էական չի, այո, դա կարող լինել 2008 թվականի, 2012 թվականի, 2015 թվականի, էական չէ, երբ այդ զենքերը կային։ Կարևոր այդ զենքերը օգտագործվեցին Ադրբեջանի կողմից ըստ նպատակի և բավականին արդյունավետ։ Եվ դրանով իսկ բալանսը խախտված էր։
Բայց քանի որ մենք խոսում ենք ռազմական բալանսից, այսինքն կարևոր այստեղ բառը մեխը ռազմականն է։ Խոսքը գնում է փաստորեն այն բալանսի մասին, որը կապված է ռազմական, ֆիզիկական ուժի հետ։ Եվ դրա համար հասարակության, յուրաքանչյուր հասարակության, այդ թվում մասնավորապես հայկական հասարակության մեծ մասը կուտնուտում է։ Զենքի թարմ լինելը կարևոր նշանակություն ունի, բայց երբ որ զենքը մեկի մոտ թարմ է ավելի քան մյուսի մոտ, չի նշանակում, որ բալանսը միանգամից խախտվել է։ Սա մեկ, երկրորդը, զենքերը, որ սկսում են գալ, որ պայմանագիրը կներեք ստորագրում են, չի նշանակում, որ 4 միլիարդի տանկն ու բետերը Ադրբեջանը հաջորդ օրը կամ մի ամիս հետո կամ նույնիսկ 2 ամիս հետո, 3 ամիս հետո ստացել է, դա գործընթաց է։ Քայլ առ քայլ էր առաքվում զենքերը, չեն արտադրել եւ միտեղ դրել, եւ սպասը տենանով է փողը տալիս, սա խանութ նման չի, հասկանում եք, որ մտնում եք խանութ, ասենք առնում եք միս, տեսնում եք 3 կիլո միս եք ուզում, այդ 3 կիլո միսը վերցրեցիք, եկաք կասա, վճարեցիք, դուրս եկաք 3 կիլո միսը ձեր պայուսակում է, ոչ, այդ բետերները չեն արտադրված ու կանգնած, ասենք 200 հատ BMP չի կանգնած, կամ 50 հատ տանկ կանգնած չի ու սպասն տենանով է փողը տալու առնի, փողը տալիս են, տանկերն արտադրվում են, կամ էլ էժանգնով օգտագործված պայեստից տանկեր են առաքվում 80-ական թվականների, պայմանական ասած, հասկանում եք, այսօր ամենաժամանակակից պատերազմական գործողություններում օգտագործում են իդեպ և 80-ական, և 70-ական, և 60-ական թվականներին արտադրված զենք և զինամթերք, և այս կողմից, և այն կողմից, իհարկե կիրառվում են նաև 5-րդ սերնդի զենքեր, փորձարկումներ են արվում այդ 5-րդ սերնդի, 5+ սերնդի զենքեր, փորձարկումներ են արվում, այո, բայց միաժամանակ կիրառվում են ընդհուպ մինչև 60-ական թվականներին արտադրված զրահատեխնիկա, անցած մոդեռնիզացիա, փոխել են, այսինքն օպերատիվ հիշողությունն են փոխել, Վինչեսթերն են փոխել, որպեսզի կարողանա համապատասխան աշխատանքներ անի։ Ծրագիրը, Linux-ը կամ եթե Windows-ը update են արել պարբերաբար, պայմանական եմ ձեզ ասում, որ այդ տանկը կարողանա գործողություն կատարի մարտի դաշտում, բայց ինքը 60-ական, 70-ական թվականների տանկ է։ Ավելին, ամենակարևորը, որպեսզի տանկը կարողանա գործողություններ անի մարտի դաշտում ճիշտ ժամանակին, այսինքն ինչա դա նշանակում, թշնամուն հասցնի ոչնչացնել ավելի շուտ, քան թշնամին պետք է իրան ոչնչացնի, ինքը թշնամու տեղը ավելի շուտ իմանա, քան թշնամին իր տեղը պետք է իմանա, սա է կարևորը։ Սրա համար նաև պետք է այդ, ինչի է ես օրինակ ստեղից սկսում, պատահական չէ, ապրանքից հասկացող մարդ, այսինքն եթե հիմա ձեզ կամ ինձ տանեն, դնեն T-90 տանկի մեջ, կամ Leopard A2, Leopard 2 A8 ժամանակից գերմանական այսօր սերին է, այսպես ասած, производствայի մեջ գտնվող տանկը, այդ տանկի մեջ ձեզ դնեն և ուղարկեն Ուկրաինա, դուք այդ տանկով կգնաք ականի վրա կգնպաք։ Լավագույն դեպքում միջև այդ ականը պետք է հասնել, բայց միջև ականը հասնելը հավանաբար հակառակորդի բան կդառնաք, թիրախ։ Էական չէ, տանկը գերմանացիները բարձր տեխնոլոգիական, ինժեներական միտք արտադրել են և մի շաբաթ առաջ, դա 2 շաբաթ առաջ, որտեղ դուք այդ տանկից չեք հասկանում։ Ես չեմ հասկանում, չգիտենք ոնց պետք է տանկը քշենք, հələ չքշելը մի կողմ, հələ մի հատ էլ տենանք որտեղ է թշնամին, որ այնտեղ է մի հատ հարցնենք իրան խփենք։ Սա ոնց է կատարվում։ Բացվում է, այսպես բացվում է, ծրագիրը քաշվում է, գիրքը բացվում, կարդացվում է ու սկսում է սովորել, չէ՞, մարդը, եւ այստեղ պրակտիկ կիրառել։ Տանկերը, հրթիռները, ինքնաթիռները պետք է օգտագործել, որ հասկանալ իրանք պրակտիկ կյանքում ինչպես են իրանց դրսևորում, տեսությունը բացել սովորել, այն մարդամեկը, որ եկել էր Վերմախտեր գովում, այդ դրա նմանները ըստ էության համապատասխան տեղը, որտեղ ինքը ղեկավար է ցավոք սրտի, այդ ակադեմիաներում
Սպայական անձնակազմին տեսությունը սովորացնում են մաքսիմալ լավ, սպայական անձնակազմը իր խելքով, ծանոթով չէ, քննությունները հանձնում է, հետո այս սպայական անձնակազմը գնում է արական սեռի ներկայացուցիչներին, որ պետությունը օրենքի ուժով բերում է 2 տարով իրանց մոտ, ճիշտ պարապաստում է այդ տանկերի վրա, այդ ուղաթիռների վրա, այդ ինքնաթիռների վրա, այդ գնդացիների վրա եւ այլն, որպեսզի ուժային բալանսը հարևանի հետ, մանավանդ այն հարևանի հետ, որի հետ դու խնդիր ունես, պահպանես։ Իսկ որպեսզի բացի դրանից ամեն ինչ էֆեկտիվ լինի, բացի պաշտպանության նախարարությունից գոյություն ունի արտաքին հետախուզություն, ռազմական հետախուզություն, այսինքն Հայաստանի Հանրապետությունում օրինակ համար ըստ օրենքի չէ, կան ատաշեներ, որոնք ուղևորվում են այս կամ այն երկիր, դեսպանատաներին կից աշխատում են, դրանց պաշտոնական գործառույթը իրենց գոլեգաների հետ նստավար երկրում հարաբերվելն է, փորձի փոխանակումն է, իսկ փորձի փոխանակումը ինչի համար է, որպեսզի այն սպան, որը Վազգեն Սարգսյան ակադեմիայում պայմանական եմ ասում, սովորել է 10 տարի առաջ, որ իր գիտելիքները միշտ թարմանան, որովհետև բաներ կան, որ փոխվել են։ Պայմանական ասած այն ակադեմիկոսը, որ իրան դասը տվե 10 տարի առաջ, այդ գիտելիքները պետք է թարմանան։ Update, պետքա update արվի ծրագիրը, ամեն այս ծրագիրը ամեն շաբաթը մեկ պետք է երևի update արվի, իսկ այն գիտելիքները միգուցե ամիսը մեկ, 2 ամիսը մեկ, միգուցե բաներ կան ամեն օր պետք է update արվի, զինվոր ամեն օր պետք է վազի, որ շնչառությունը տեղը լինի, որ կարողանա պահանջի պարագայում չի խիա վազում, մարշ բրասո կանի, այսինքն հիմա իմ նման կամ ձեր նման լսող մարդ է սպորտով չեք պարում, չեք կարա 2 կիլոմետր համապատասխան քաշը ձեր վրա վերցնենք ու վազեք առաջ, ճամփին կընկնենք, ուշքներս կարող է գնա, այսինքն բալանսը խախտված է մեր եւ այն 20 տարեկան առողջ տղամարդու միջև։ Հիմա ձեզ այսքանը որ պատում եմ, ուզում եմ բացատրեմ, մի բան էլ կենտրոնանանք, կարող է պատահի պատշաճ չի կատարել այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր ֆունկցիաները, Հայաստանի արտաքին հետախուզությունը, ես չեմ գիտեմ, ես դրա մասնագետը չեմ, ուղղակի չեմ էլ ուզում սպեկուլյացիայի ենթարկեմ, էդի նորմալ ու բարոյական մարդը ավելի ճիշտ, տենց իրան չպետք է պահի, կամ փաստեր։ Դրանով պետք է զբաղվեն մասնագետները եւ ոչ թե եթերում դրա մասին խոսան, այլ որտեղ դա գաղտնիք պարունակող ինֆորմացիա է, պատշաճ մարմինների շրջանակներում ղեկավարության հետ այդ հարցը քննարկվում է, զեկույցները ներկայացում, առաջարկներ, որոշումներն ընդունվում է քաղաքական, հետո այդ որոշումների կատար են ածում։ Դա այս լկտի խուլիգան իշխանություն կոչեցյալը, որ եկել է, այս մեթոդով դա չեն անում։ Մենք եկեք կենտրոնանանք փաստերի վրա 2016 թվականին Ադրբեջանը ունենալով այդ զենք զինամթերքը, որը գնել է Ռուսաստանից, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա։ Մասնավորապես Արցախի ճակատում, դա էր Հայաստանի Հանրապետությունն էր, որտեղ Հայաստանի Հանրապետության զորքերն էին կանգնած։ Եվ պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որտեղ Լեռնային Ղարաբաղի բնակիչները բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը նախկին առնվազն այդ տարածքը, ուրիշ տարածքների մասին չեմ ուզում խոսալ, իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության մաս էր, մնում էլ է նաև մաս, որտեղ դա ֆիքսված է Հայաստանի անկախության հռչակագրում, որն իր հերթին Հայաստանի Հանրապետության գլխավոր օրենքի սահմանադրության անբաժանելի մասնիկն է։ Դրա համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ծառայում էր Արցախի Հանրապետության տարածքում սահմանի վրա։ Ադրբեջանը երբ որ հարձակվեց, հիշում եք ինչ եղավ։ Բախումների հետևանքով կամ ասենք շնորհիվ մի քանի գիրք նրան գրավեցին, հենակետ գրավեցին մեծ կորուստներով եւ երևի կարծում ենք արդեն իրենց ղեկավարությունը ռազմաքաղաքական հասկացավ, որ առաջ գնալ էլ հնարավոր չի, կամ կարող է մի քանի գիրք գրավենք, բայց կորցնենք շատ զենք զինամթերք եւ ամենակարևոր անձնակազմ, հետո պետք է ծնողներին պատասխան տանք, այս երեխեքը այս գյուղի համար մենք ինչ ենք կորցրել, ասենք 5000 զինվոր կամ այն գյուղի համար, դրա համար հավանաբար դրա համար նրա համար չէ, որ հիշեցին, որ վայ հայերին մենք այնքան ենք սիրում, եկեք ասենք 2016 թվականի դժվար չէ, ասենք մայիսի 5-ին Բաքվում ղեկավարությունը Ադրբեջանի հիշեց, վայ չի արա, այս ոնց կարելի է կրակել հայ զինվորի վրա, պետք է նստենք Սիրուն Սերժ Սարգսյանի հետ քննարկենք հակամարտ։ Իհարկե ոչ, ստիպված արեցին, որովհետև հարգելիներս
բալանսը չէր խախտվել 2016 թվականին։ Հետևաբար էական չի զենքը երբ են վաճառել, ինչպես դուք ասում եք, 7-ին, 8-ին, 4-ին, 9-ին, պայմանագիրը երբ է կնքվել, բալանսը խախտված չէր 2016 թվականի ապրիլ ամսին։ Ինչա դրանից հետո տեղի ունեցել, հիշում եք, 2 տարի հետո գնացիք ծափ տալով, ուրախացնելով, աջակցեցիք, փողոց դուրս եկաք, փակեցիք երկիրը, դմդմփու գոռացիք, սփյուռքն էլ ձեզ միացավ, էյֆորիայի մեջ էր սփյուռքը, Բեռլինում մի խանդավառություն, բոլորի տրամադրությունը բարձրացրած, հիշում եմ, քեֆ ուրախություն, բերեցիք, դրեցիք դրան, չէ, թյուրիմացությանը, ձեր ղեկավարության, ճնշում գործադրեցիք պարլամենտի վրա, հայոյախառը ինչ ասեցիք, արեցիք, մասնավորապես ՀԿ-ականների հասցեին, չէ, անպատվում էիք, թաղում էիք մարդկանց, դակաղներ էիք վերցրել, չէ, ստեղ էլ ուրախանում էին սփյուռքում, տաշ մի հատ, դրոշակներով պարում էին, ով ինչ ուզում անում էր, երգեր էին հորինում, կեպիներ էին դնում դուղով, հիշում եք, չէ, կայք չէ, մեջն էիք, եթե ֆիզիկապես չէ, հոգով սրտով եք, չէ, մեջը, վերջապես եկավ, այս թալանչիներին, մայկատրուսիկներին, չգիտեմ ինչերին, կլուբնիկ, մլուբնիկ, բան, չէ, էդ եղավ 2016-ից մինչև 18-ը ես չգիտեմ ինչ է արել Հայաստանի ղեկավարությունը, ես այդ ինֆորմացիան չունեմ, ռազմական բալանսը պահելու համար, միգուցե մի բան արել է, ես չգիտեմ։ 2018-ից ձեր սրտի վարչապետը հպարտ, չէ, հպարտ քաղաքացիներ 3 միլիոն վարչապետ էիք այդ ժամանակ, կարող է հիմա էլ եք մնացել 3 միլիոն, չգիտեմ, 3-ից քանի միլիոնը մնացել, բայց դրանից մինչև 20 թվականի սեպտեմբերի 27-ը, էլի ես չգիտեմ ինչ են արել, ես նորից եմ ասում, մանիպուլյացիա չեմ ուզում անել, ոչ մի բան, ես դրա մասնակետը չեմ։ Օբյեկտիվորեն եկեք նայենք, մենք չգիտենք ինչ է արել, եկեք ենթադրենք, որ ամեն ինչ արել է Հայաստանի երրորդ նախագահան 2016 թվականի ապրիլին դասել է, քաղել է 4-օրյա պատերազմից եւ ամեն ինչ արել է, որպիսի բալանսը մնա նույն ձևի։ Սակայն 2018 թվականի անգանանը ուղիղ մոտավորապես 2 տարի հետո պլյուս 10 օր, հա, ապրիլի մի խոսքով 2 տարի հետո նա հրաժարական է տալի եւ այդ պարտականությունը արդեն այս սրա վրա են գնում։ Թե անցյալում են ինչ է կերել, ինչ չի կերել, գումար, մումար, 50, սա շիկ, բա, այդ երկրորդական է։ Պատասխանատվությունը այս մարդու վրա է։ Ընդունենք սա էլ ամեն ինչը մտածել թե ճիշտ է անում, գրագետ պաշտպանության նախարար ուներ, որին գովում էր նաև նախկին այդ պայն իշխանությունը, չէ՞, մեր մասնագետը եւ պաշտպանության նախարարությունն ա ղեկավարում, մեր մասնագետը եւ արտգործ նախարարությունն ա ղեկավարում, որովհետեւ արտգործ նախարարը Զորապ Նացականյանն էր, որը նախկին իշխանությունների օրոք բարձրաստիճան դիվանագետ էր, այդ թվում Հայաստանի արտգործ փոխնախարար է աշխատել, Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն եղել ՄԱԿ-ում, շատ բարձր պաշտոն է դա եւ պատասխանատու եւ պատվաբեր դիվանագետի համար երկիրը ՄԱԿ-ում ներկայացնել։ Դավիթ Տոնոյանն եղել է պաշտպանության փոխնախարար, իդեպ նաեւ ղեկավարել է կուրացիա արել այն կարևորագույն խումբը աշխատանքային, որ ես հիշատակեցի, ռազմական հետախուզությունը լեգալ, այսինքն ատաշները դրանք լեգալ ռազմական հետախույզներ են, օրինական, որոնք արտասահմանի հետ, այլ գործընկերների հետ համագործակցության մեջ են։ Դրա համար եկեք մենք նույնպես ելնենք օբյեկտիվորեն այն տեսակետից, որ եւ 16-ից 18 թվականի Հայաստանի իշխանությունը եւ 18-ից 20 թվականի Հայաստանի իշխանությունը անում էին ամեն ինչ, որպեսզի բալանսը մնար նույնը։ Ադրբեջանն էլ էր երևի դասեր խաղալ, չէ, 16 թվականից։ Ադրբեջանը սկսեց զենքերը թարմացնել 16 թվականից հետո Ադրբեջանը սկսեց ուժեղացնել իր ԱԹՍ-ները։ ԱԹՍ-ները Ռուսաստանից չէր գնում, Ռուսաստանը ԱԹՍ-ները սկսեց արտադրել ըստ էության եւ կիրառել 2022 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառում էր։ Ես ես նաև ասեմ, համապատասխան գրականություն կարդացել եմ պաշտոնական լուրջ աղբյուրներից գերմանական բանակն էլ 2020 թվականից հետո ըստ այդ
պաշտոնական վերլուծությունների, Պետականական պաշտպանության նախարարությանը կից գործող գիտական ինստիտուտների վերլուծությունների հրապարակած, գերմանացիները նույնպես 2020 թվականի վերջում, տեսնելով Արցախյան պատերազմը, սկսեցին մտածել, որ ԱԹՍ-ները կարևոր են։ Իսկ այս, ինչ մենք հիմա տեսնում ենք կենտրոնական Եվրոպայի տարածքում 22 թվականի փետրվարից, արդեն անկասկած են խոսում ԱԹՍ-ները իբրև նոր մեթոդ պատերազմները վարելու ԱԹՍ-ների կիրառումը։ Սա արդեն նոր լրիվ իրողություն է, որը անցել է եւ այն ԱԹՍ-ների տակտիկան, որ Ադրբեջանն է կիրառել անգամներով եւ արդեն տարբեր հարթությունների վրա են այդ ԱԹՍ-ներն աշխատում։ Ադրբեջանն էլ դասեր քաղեց եւ 4 տարի անց, մոտավորապես 4.5 տարի անց հարձակվեց։ Եվ պատմությունը ցույց տվեց արդեն, որ այն գործողությունները, որ արել էր Երևանը 2016 թվականի ապրիլից մինչև 2020 թվականի սեպտեմբերը, համարժեք չէին այն գործողություններին, որն արել էր Ադրբեջանը 2016 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերը։ Եվ եթե բալանսը խախտվել էր, ապա բալանսը խախտվել էր ի շնորհիվ իսրայելական բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ զենքերի եւ 2020 թվականի ամռանը Տավուշի դեպքերից հետո արդեն պաշտոնապես հրապարակված պայմանագիրը Բաքվի եւ Անկարայի միջև առայն, որ Անկարան Բաքվին տրամադրեց Բայրակթար TB2 ԱԹՍ-ները հարվածային եւ հետախուզական, եւ քանի որ ժամանակը շատ կարճ էր, այսպես ես ասեցի, չէ, կոմպյուտերը դուք կարող խանութից գնեք, բայց չի նշանակում, որ դուք կոմպյուտերի մասնակից եք, նույնիսկ եթե նա շատ լավն է։ ԱԹՍ-ները այն ժամանակ Բայրակթար TB2-ը շատ լավն էին, ամենաժամանակակից ԱԹՍ-ներն էին Թուրքիայի արտադրության եւ ընդհանրապես միջազգային ԱԹՍ-ների շուկայում լավագույններից մեկն էին։ Ռեյտինգով երևի ամենաբարձրը, որտեղ շատ լավ օգտագործվում էին էֆեկտիվ աֆրիկյան ռազմաճակատում տարբեր Աֆրիկյան մայրցամաքում եւ նաեւ Սիրիայում էին օգտագործվում Բայրակթարները։ Արդյունավետ շատ։ Բայց քանի որ ադրբեջանցիները այդ կոմպյուտերը, որ գնում էին պայմանական եք ասում Բայրակթարները, իրանք չէին հասկանում, այս սրա օպերատիվ սիստեմը ոնց է աշխատում, ինչ պետքա ինստալյացիա արվի, ոնց պետքա ինստալյացիա արվի firewall-ը, ոնց պետքա ինստալյացիա արվի ուրիշ անտիվիրուսնիկներ եւ այլն, պայմանական եք ասում, թուրք մասնագետները եկան եւ Ադրբեջան ներգրավեցին այդ ամեն ինչի մեջ, համակարգի մեջ արձակողական իրենց F-16 ինքնաթիռներով կորսանիչ եւ նույնպես որոնք հետախուզական եւ կառավարման ֆունկցիա էին կատարում բայրակթարների համար։ Նրանք թիկունքից կառավարում էին բայրակթարները, բայրակթարների հրահանգները ստանում էին բայրակթարներից, այսինքն սիգնալներն ու ինֆորմացիան հրահանգները տալիս էին, կառավարում էին, որ նրանք մաքսիմալ արդյունավետ թիրախ խոցեին հայկական թիրախները եւ վերադառնային սաղսալամատ տուն։ Այսինքն օդանավակայան, ադրբեջանական համապատասխան օդանավակայան այդ բայրակթարները։ Այստեղ խախտվեց բալանսը։ Հետևաբար բալանսը չի խախտվել նրա համար, որ Ռուսաստանը մեղավոր է, որ Ադրբեջանի զենք է ծախել։ Բալանսը նաև չի խախտվել հարգելիներս, որ Իսրայելն է մեղավոր, որ Ադրբեջանի ժամանակակից ԱԹՍ-ները վաճառել։ Եվ բալանսը չի խախտվել նրա համար, որ Թուրքիան է մեղավոր, որ Ադրբեջանի Բայրակթար TB2-ը վաճառել, նվիրել է ականջի։ Ամենևին ոչ։ Բալանսը խախտվել է, որովհետև այսինչ դուք ունեք, երբեք կամ շատ քիչ եք բացել վերջին տարիներում, շատ քիչ եք վրեն ուպրաժինիաներ արել, փորձեր արել, վարժանքներ արել եւ բթացել եք։ Փոխանակ այրա վրա վարժանքներ անեիք, դուք այդ ժամանակ բացում եք համակարգիչը, համակարգիչով միանում եք YouTube եւ YouTube-ով նայում եք ֆուտբոլ։ Հա? Կամ ասենք այդ կինո։ Ես փոխաբերական իմաստով եմ ասում, հասկանում եք։ Իսկ դրա փոխարեն այդ մի ժամ, 2 ժամ YouTube-ով կինո նայելու փոխարեն սպայական անձնակազմը, իմ կարծիքով, նորից եմ ասում, սա իմ կարծիքն է, կամ համապատասխան գերատեսչությունները, որոնք պետք է սպայական անձնակազմին ճիշտ ղեկավարեին։ Ասենք ես չեմ կարծում, որ Վաշտի հրամանատարը ինքն է որոշում, երբ պետք է գնա, չէ՞ զորավարժություն անի, կամ գնդի հրամանատարը նույնիսկ, կամ ասենք նույնիսկ կորպուսի հրամանատար, դա կենտրոնացված է, դա վերևից է գալիս, դա ծրագիրը հստակ համապատասխան։
Փոխանակ իրանք դա անեին, իրանք անում էին, իրանք գնում էին, ասենք օրինակի համար, երբ որ պատերազմը սկսվել է, չէ, գիտեք, հիշում եք Հայաստանի պաշտպանության նախարար այդ պահին նույնիսկ Հայաստանի տարածքում չէր, ասում YouTube էր նայում։ Ну, հասկացաք, պայմանական եմ ասում։ Երևանում նստած իր կաբինետում կոմպյուտերը բացել էր, կինո էր նայում։ Կոմեդիա էր երևի, հետաքրքիր ֆիլմ էր։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կոմպյուտերը բացել էր եւ գրում էր հասկանալ ինչպես ինքը կարա Linux-ում ալգորիթմներ նոր հորինի, Python-ով կամ ուրիշ ծրագրով ավելի լավ եւ տեսնի ոնց կարա, ասենք, խոցի ուրիշի կոմպյուտերը։ Պարապում էր, ասենք, այդտեղ մի հատ իր տեղակալին դրել էր, ասում էր մի հատ քո կոմպյուտերը բացի, ես մի հատ հարցակվեմ քո կոմպյուտերի վրա։ Ու հենց խաղում էին իրար հետ։ Ստացվում էր մոդելը լավ։ Ու բերեցին, կիրառեցին 20 թվականի սեպտեմբերի 27-ին։ Այդ ժամանակ բալանսը խախտվեց։ Իսկ զենքերը թե շատ էին, թե քիչ էին, էական չէր, գիտեք դա։ Առաջին հերթին շատ հարցական է։ Արդյոք ադրբեջանական բանակը ընդհանրապես ավելի շատ տանկ է ունեցել, քան Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող տանկերի քանակը։ Սա շատ մեծ հարց է եւ կասկածել է, կարելի է կասկածել, թե ում տանկերն էր ավելի շատ։ Այո, ադրբեջանցիներն ունեին T-90 տանկեր, պաշտոնական տվյալների համաձայն եւ անկախ լուրջ վերլուծական կենտրոնների համաձայն, այդ թվում նաեւ եվրոպական, շվեդական համապատասխան կառույց կա։ Հայաստանի Հանրապետությունն էլ ուներ Ռուսաստանից գնված կամ նվեր ստացած կամ կրեդիտով վերցրած T-90 տանկեր։ Որտեղ են այդ T-90 տանկերը, ես չգիտեմ։ Դա իմ պարտականությունը չի եւ պարտավորել չեմ իմանալ։ Եվ պարտավորել չի Հայաստանի պաշտպանության նախարարը կամ գլխավոր շտաբի պետը կային հրապարակավ ասի որտեղ էին կանգնած T-90-ները, դա գաղտնիք է, բայց ուզում եմ ասեմ կային ըստ տվյալների։ Կարող է տանկերը չեն գտնվել այնտեղ, որտեղ տանկային ճակատամարտ էր, որտեղ այդ տանկը պետք էր, այդ տանկը լրիվ ուրիշ տեղ էր, այդ պահին կանգնած եւ իր գործողությունները չի կարողացել կատարել ճիշտ ժամանակին, կամ գտնվել այնտեղ, որտեղ պետքա գտնվել, բայց տանկիստը, քանի որ ինքը պարապաշտ չէր հասկանում ոնց այդ տանկով ճիշտ պետքա հարվածի թիրախին, միջև թիրախը իրան չի հարվածել։ Հասկանում եք։ Բալանսը խախտվում է իմ կարծիքով, երբ որ բժիշկների քանակը ձեր մոտ քիչ են, որոնք կարող են ժամանակին եւ պատշաճ կերպով վիրահատել վիրավորված զինվորին, որպեսզի զինվորը չմահանա, վերականգնվի, հետո նորից, եթե ինքը սպայ է, վերադառնա բանակ, ի վիճակի լինի ծառայել հայրենիքին եւ ընդհանրապես ողջ մնալ եւ իր ընտանիքին էլ օգտակար լինել։ Դա է բալանսը։ Բալանսը զենքերի քանակը չի եւ այս անգրագետ, անբարոյական, ստոր, ստախոս այս մարդկանց այս հայտարարությունները չեն, սա է ուզում ձեզ ասել։ Հիմա էլ մի հատ եկեք վերհիշենք, մտեք հայկական մամուլ եւ ադրբեջանական մամուլ, խնդրում եմ, սա էլ ասեմ եւ ավարտեմ։ Ոչ մի բան պետք չի ձեզ անել, մասնակից պետք չի լինել։ Մտնում եք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքը եւ ադրբեջանական հանրապետության պաշտպանության նախարարության կայքը եւ մի հատ տեսեք, ինչ են իրանք արել այս երկու գերատեսչությունները 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո։ Ադրբեջանի պարագայում դուք տեսնում եք բազմաթիվ լուսանկարներ, բազմաթիվ պրես ռելիզներ, բազմաթիվ վիդեո հոլովակների փրեվապացույց, առայն որ ադրբեջանցի տղաները, պինդ, առույգ, երեսները փագած, վազում են այս լեռում, այն լեռում, ձյան մեջ, Նախիջևանի լեռներում, ադրբեջանական այս կամ այն տարածքի լեռներում, անտառային վայրերում, Թուրքիայում բազմաթիվ անգամ, ես էսի ասում այն ինչ որ բնում կայքում գրված է, եւ այնտեղ կրակում են ուղղաթիռներ են ադրբեջանական թռնում, թուրքական ուղղաթիռների հետ, տանկային գումարտակները իրար հետ մարտական գործողություններ են անում, այսինքն իմիտացիա են անում, որ պատերազմը ինչպես պետքա հարձակվեն, ինչպես պետքա պաշտպանվեն։ Կրակահերթեր եք տեսնում այնտեղ, գրադի կայաններ են, ուրագանի կայաններ են, ինքնաթիռներ են թռնում, բայրակթարներով, ԱԹՍ-ներով կառավարում են պատերազմը, այսինքն իմիտացիա են անում, բացել են եւ պարապում են։ Հիմա եկեք գնանք Mil.am Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքը։ Ինչ է այնտեղ տեղի ունենում։ Դուք այնտեղ տենում եք սափրված, սիրուն, կոկիկ հագնված Եվրոմիության այս կամ այն երկրների կամ ասենք ՆԱՏՕ անդամ այս կամ այն երկրների բարձրացիչյան սպայական անձնակազմի ներկայացուցիչներ, հագուստով, սիրուն, պարադնի այդ ֆորմայով
պոլում, կոնդիցիոներով սենյակներում նստած Հայաստանի Հանրապետությունում շփվում են հայ զինվորականների հետ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հետ։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը, որ մտեք տերակ պրեսերելիցները նայեք, ինքը երևի շաբաթը մեկ, կներեք, մի քիչ կարող է չափազանցություն, երկու շաբաթը մեկ հանդիպում է ինչ-որ մեկ այլ երկրի դեսպանի հետ, Էստոնիայի դեսպանը, Լիտվայի, Միացյալ Նահանգների, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը պարբերաբար իր հյուրն է կամ ինքն է այդ դեսպանատները մի լավ է, եթե ասենք դեսպանատների հետ կապ պահելը դա շատ լավ բան է, դա վատ բան չի, բայց դուք հասկանում եք տարբերությունը։ Մի բան է դուք պարկետու վրա նստած կոնդիցիոն ինչ-որ փիլիսոփայում եք, եւ երբ որ զորավարժություն եք անում, մի փոքրակ հանակ ամերիկացի զինվորներ, այն էլ National Guard-ից իրանց, դա ճիշտ եմ հիշում Կանզասից, եկել են Հայաստան, Հայաստանից ինչ-որ մի փոքր զորախումբ է ավտոմատներով կամ այդ վնեդարոժնիկներով, այդ գելենդե վագոններով ֆրանսիական, քշում են, ինչ-որ կռվում են քաղաքացիական հագուստով մարդկանց հետ, տպավորությունն է, որ նրանք ցույցեր են ուզում ցերեն, այսինքն կամ խաղապահ գումարտակը Հայաստանի պարապում է, այդ գումարտակը սահման չի պահելու, այդ գումարտակը խաղապահ ֆունկցիաների համար է, այսինքն այս երկուսը որ նայում եմ, ես մասնագետ չեմ, բայց ինչ-որ մի բան ինչ հուշում է, որ Աստված մի արարած է, եթե վաղ Ադրբեջանը հարձակվի, այդ իր պարապած զինվորները ոնց որ դանակը կարակով անցնելու են Հայաստանի պաշտպանական գծերը։ Եթե ձեզ ասում են մենք գրել ենք պինակա, որ Աստված գիտի ոնց է կրակում, ոչ մի ռազմական գործողություններում այս մոլորակի վրա պինակա դեռ չի օգտագործվել։ Այ եթե պինական տված էին, ասենք ուկրաինական կամ ռուսական կողմին եւ նրանք կրակեին, եւ այսի կարելի էր ասել, որտեվ մասնագետները ես վստահ եմ, վերլուծում են Սեզար Իրան ինչպես է դրսևորում ուկրաինական ճակատում, գերմանական Պանցեր 2000 Հաուբից Իրան ինչպես է դրսևորում ուկրաինական ճակատում, գերմանական Լեոպարդ տանկեր ինչպես են դրսևորում իրանց եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Իսկ մեր մոտ դա չկա։ Այ բալանսը ամփոփենք խախտվել այստեղ, այ որ դուք չեք պարապում։ Ամեն բոլոր բնակավարում ամպագորգոր պորոտախոս խոսում եք, դուք ձեր բնակավարում խախտում եք ձեր բալանսը ի օգուտ ձեր հակառակորդի եւ ի վնաս ձեզ։ Երբ որ մենք մեր համալսարաններն էլ ենք վճարովի արել եւ համալսարաններում տիրում էր կոռուպցիա, դա արդեն կներեք, բայց բամբասանք չէ, չէ, բոլորս եկեք խոստովանենք, որ տեղյակ ենք, տեսել ենք, նկատել ենք, լսել ենք շատ։ Միայն այն, որ միջին աշխատավարձը երկրում վերցնենք պայմանական ասած 100,000 դրամ էր, պայմանական ասենք, եւ ուսման վարձը $1000 էր, սա արդեն կոռուպցիայի մասին է խոսում, հասկանում եք, այս մարդը որտեղից պետք է $1000 տա, եթե իր աշխատավարձը կոպիտ ասած $200 ամսական, ինքը ինչ պետք է անի, այսինքն 5 ամիս ոչինչ չպետք է ուտի, հավաքի այդ աշխատավարձը, որ տա իր երեխային, որ երեխան գնա մի տարի սովորի, այն 5 ամիսը երեխան ինչ է ուտելու, ինքը ինչ է ուտելու, տան վարձը որտեղից են տալու, ինչ են հագնվելու, ոչ մեկը չի հետաքրքրում, պետք է հավաքի տա, որ սովորի, չէ։ Արդեն այստեղ մենք տեսնում ենք, որ կոռուպցիա է համակարգված, այսինքն այս մարդու երեխան չի կարողանում գնա սովորի, սա տեղի է ունենում կրթական ցեղասպանություն եւ կարողանում է գնա սովորի այն մարդու երեխան, ում ծնողի եկամուտը բավարարում է այդ 1000, թե եկամուտը օրինական ճանապարհով է, թե անօրինական, սա երկրորդական հարց է, բայց բավարարում է, որպեսզի ուսման վարձը վճարել։ Հետևաբար սա հանրային մակարդակով գիտական ցեղասպանություն է, որը տեղի է ունեցել տասնամյակներ շարունակ։ Հիմա ինչ տեղի է ունենում լրիվ խայտառակություն է, ինչ ԶԼՄ-ներից տեսնում ենք, հետևաբար այս հասարակությունը մեր ոչ միայն ռազմական բալանսն է խախտում Ադրբեջանի հետ ամեն օր եւ ամեն շաբաթ, այլ բոլոր մակարդակներում է բալանսը խախտում արդեն, բոլոր։ Եվ հետևաբար հարգելիներս նման հասարակությանը օկուպացնելը, նման հասարակությանը եւ պետությունը տիրանալը թշնամու կողմից լինելու է անհամեմատ ավելի հեշտ ցավոք սրտի, քան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ էր։ Հետևություններ, այո, պետք է սթափվել, վերաիմաստավորել հանրային կյանքը եւ ինչպես երեք ասեց Ռոբերտ Քոչարյանը, կազմակերպված պետություն պետք է ստեղծել։
կազմակերպված պետություն։ Եվ այդտեղ պետք է հասարակությունը ակտիվ լինի։ Չի կարող նստել հասարակությունը ամեն մեկի իր տանը եւ պահանջել, որ ինչ-որ մեկը, պայմանական ասած Ռոբերտ Քոչարյանը, պայմանական ասած Էդգար Ղազարյանը, պայմանական ասած նույնիսկ եթե մեկը հույսը դրել է Նիկոլ Փաշինյանի վրա, դե հիմա այդ մարդու ճակատագիրն է տենց է, ուրիշ բան չեն կարող ասենք, պայմանական ասած Նիկոլ Փաշինյանը ձեզ համար պետքա ռազմական բալանսը պահի եւ զարգացնի Ամերապանտի պետությունը, դա հնարավոր չի լինելու։ Շնորհակալություն։